Օրդ սկսիր օրհնությամբ։ Առավոտյան արթնացար, ասա օրհնյալ ես Տեր Աստված։ Շնորհակալ եմ, որ հոգիս նորից վերադարձրիր մարմնիս։ Միտքդ կլուսավորվի, օրդ կօրհնվի։ Նստեցիր նախաճաշելու, ասա փառք քեզ Տեր, որ սեղանս դատարկ չէ։ Շնորհակալ եմ այս կերակրի համար։ Օրհնիր այն, եւ այն թող լինի ուժ եւ առողջություն իմ մարմնի համար։ Սնունդդ օրհնված կլինի, մարմինդ զորացած։ Ճանապարհ ընկնելուց առաջ կանգ առ մի պահ ու ասա. Տեր, ուղղիր իմ քայլերը, ուղեկցիր, առաջնորդիր ինձ։ Ուզում եմ, որ այսօրվա գործերս լինեն քո կամքին համահունչ։ Դու կլինես պաշտպանված, գործերդ էլ օրհնված ու հաջող։ Աշխատանքի անցնելուց առաջ ասա Տեր, մտքիս սթափություն, մարմնիս ուժ տուր խնդրում եմ, որ աշխատանքս հեշտությամբ եւ բարեխղճորեն կատարեմ, եւ աշխատանքը թեթև կանես, եւ գործերդ օրհնված կլինեն։ Երբ դժվարությունների ու նեղությունների բախվես, մի բողոքիր, այլ ասա. Տեր, փառք քեզ նաեւ այս փորձությունների համար։ Օգնիր ինձ հաղթահարել դրանք եւ դրանցից քաղել այն դասերը, որ ցանկանում ես տալ ինձ։ Ես վստահում եմ քեզ։ Տերը կզորացնի քեզ, եւ դու այդ փորձություններից դուրս կգաս ավելի իմաստացած, ավելի զորացած։ Երբ հոգնած կվերադառնաս տուն, ասա. Շնորհակալ եմ Տեր այսօրվա համար։ Հոգնած եմ, բայց ողջ եւ առողջ։ Գլուխս դնելու տեղ ունեմ, գլխիս վերևում ծածկ։ Եվ քո տունը կլցվի նրա խաղաղությամբ, մարմնիդ հանգստություն կգա։ Հիշիր նաև գոհանալ ընտանիքիդ ու քո սիրելի մարդկանց համար։ Շնորհակալ եղիր, որ այդ օրը ոչ մի վատ լուր չես ստացել։ Եվ երբ պառկես քնելու, մի մոռացիր վերջին գոհությունդ հայտնել։ Փառք քեզ Տեր։ Այսօր եւս դու պահեցիր ինձ ու իմ ընտանիքը, եւ քո գիշերը նույնպես կլինի խաղաղ ու օրհնված։ Շնչիր գոհությամբ, արտաշնչիր երախտագիտությամբ, եւ դու կտեսնես, թե ինչպես է Աստված օր-օրի փոխում սիրտդ, միտքդ, սովորություններդ, բնավորությունդ եւ կյանքդ։ Երբ մենք տրտնջում ենք, դժգոհում կամ նեղվում, դա միայն վնասում է մեզ, թուլացնում է մեր հոգին, անխաղաղ եւ լարված է պահում մեր միտքը։ Բայց երբ գոհություն ենք բարձրացնում առ Աստված, նույնիսկ եթե գոհանալու քիչ բան կա, Տերը մեզ պատասխանում է օրհնությամբ եւ օգնությամբ, որովհետեւ նա առատաձեռն է եւ երբեք չի անտեսում գոհ սրտերը։ Մեր կյանքի ամեն օրն ու ամեն պահը առիթ են Աստծուն գոհություն հայտնելու։ Նա արժանի է դրան, նա սպասում է դրան, նա սիրում եւ գնահատում է դա։ Դու գոհություն, նա օրհնություն։ Գոհ սիրտը միշտ խաղաղ է լինում, իսկ Աստված բնակվում է խաղաղ սրտերում։ Աստծո խաղաղությունը մեր բոլորի սրտերին։ Ամեն բանի համար փառք եւ գոհություն մեր Տեր Աստծուն, Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Ամեն։